ժողովածում Վարուժ Սևակը 1950-1960 թվականների հայ պոեզիայի ամենանշանավոր դեմքերից է։ Նրա ստեղծագործությունը նոր շունչ բերեց հայ քննադատությանը, միավորելով ազգային մտածողությունը համամարտկային գաղափարների հետ։ Սևակի պոեզիայի կենտրոնում մշտապես կանգնած է մարդը իր հոգևոր հակասություններով, բարոյական որոնումներով, հավատով ու կասկածով, անկեղծությամբ ու խոցելիությամբ։ Այս տեսանկյունից առանձնահատուկ նշանակություն ունի մարդը ափի մեջ ժողովածուն, որը պետք է ընկալել ոչ թե բանաստեղծությունների շարք, այլ մարդու բարոյական կենսագրություն։ Մարդուն առնելով ափի մեջ, Սևակը ներթափանցում է նրա հոգու խորքը, հանում է եսի սահմաններից, մարդը իր հոգու բոլոր շարժումներով ու բնավորության դրսևորումներով կանգնում է բանաստեղծի քննախույս հայացքի առաջ եւ նա տեսնում է ամեն բան, մերժում ստորն ու արգահատելին, վերացնում ազնիվն ու գեղեցիկը։ Շարքը բացում է իբրեսիվ բանաստեղծություն, որը կարծես հեղինակի անկեղծության հայտնագիրն է։ Ընթերցողի նախապատրաստում է բաց անկեղծությունի կամ բանաստեղծներ, որոնք ուրիշ մտահոգություն չունեն, միայն դուրս նկատում է Սևակը։ Պետք չէ պոեզիան վերածել զբաղողական ապրանքի ընթերցողի ճաշակին հարճանելու համար, այլ պետք է այնպես անել, որ ամբողջ աշխարհը լսի իր անկեղծ հոգու ձայնը։ Բանաստեղծության առաջին հատվածում կրկնվում է ուզում եմ արտահայտությունից, երկրորդ հատվածում ինքը պայմանական բառ։ Բանաստեղծը ցանկանում է։ Երգել այնպես երգել, որ մտքի մեջ չմտածեն, հոգի հանեց։ Եթե գրկել, այնպես գրկել, որ նվաղեք իրար գրկում։ Եթե հարգել, այնպես հարգել, որ քծնակի չվերածվի։ Եթե փրկել, այնպես փրկել, որ փրկված երախտիկի խոսքեր չասի։ Ու թե պարկել, այնպես պարկել, որ խափանվի տանկի ճամփան, ոչ թե հրշեջ մեքենայի։ Ես ուզում եմ, եթե գերվել, ոչ թշնամուց, այլ խելքան աղջիկներից։ Եթե մերվել, ապա երբեք չթթվելով։ Եթե լարվել, ապա միայն ստեղծելիս։ Եթե ճարվել, ապա փրկել մահամերձին։ Եթե ներվել, էլ չվիճել, էլ չկռվել, եթե սիրվել, միայն մեկից և մեկ անգամ։ Ես ուզում եմ ձեր կարծիքով ամենարը, ես ուզում եմ, այն եմ ուզում, ինչ անեք։ Ծնվել եմ մերնել ապրել կյանքի փիլիսոփայական ամբողջությունը, ժողովածոյի կառուցվածքը խորհրդանշական է, սկիզբ ու վերջը ձևավորում են կյանքի ամբողջական շղթա։ Ծնվել եմ բանաստեղծությունը մարդու առաքելության մասին է, մարդը պետք է ապրի ոչ միայն իր համար, այլև ուրիշների, քննարական հերոսը պատրաստ է լույս դառնալ մարդկանց համար, եթե շուրջը խափան լինի, լինել հնարավոր բոլորի համար։ Մերնել բանաստեղծության մեջ առաջ է քաշվում այն գաղափարը, որ մարդը իր կյանքը պետք է անպես ապրի, որ կյանքի վերջում կարողանա հետադարձ հայացքով նայել իր ճանապարհին անցած եւ չամաչի իր արարքներից, պահպանի հոգևոր մարդկությունը։ Մերնել։ Եթե մերնել, թող որ մերնել, դու կայծակից, մի անգամից, մի վայրկյանում, հանկարծակի։ Խղճից ձայնին միշտ ուղղնդիր, որ համաձայն բիբլիական հին լեգենդի հանգստացնեմ եւ ասեղի ներվիկ ձակից։ Վերջին նախադասությունը աստվածաշնչյան մի պոեմի մասին է, որտեղ ասվում է. ավելի հեշտ է, որ մալուխը պարան նկամուտը անցնի ասեղի ձակից, քան թե մի մեծահարուստ Աստծո արքայություն ունի։ Մի մեծահարուստ դիմում է Հիսուսին, ասում է. Ինչ պետք է անեմ, որ հավիտենական կյանք շրջանակեմ։ Հիսուս նրան ասաց. պատվիրաններ գիտես, մի շնացիր, մի սպանիր, մի գողացիր, սուր մի վկայիր, պատվիր քո հոր։ Նա պատասխանեց. Վարդապետ, այդ ամենը ես մանկուց վեր արել եմ, ի՞նչն եմ կիսատ թողել։ Եվ Հիսուս նրան նայելով ասաց. քեզ մի բան է պակասում։ Եթե ցանկանում ես կատարել լինել, գնա վաճառի միջով ունես եւ դու աղքատներին եւ կգաս իր ներքևից, որ համաձայն բիբլիական հին լեգենդի հանգստացնեմ եւ ասեղի ներլիկ ձակից։ Ասեղի ներլիկ ձակը խորհրդանշում է հոգևոր մարդկությունը։ Քննարական հերոսը ցանկանում է այն ապրել այնքան արդար եւ մաքուր, որ կարողան անցնել նեղ ճանապարհով առանց դառության եւ առանց մեղքի դրան։ Ինքս ինձ երգում եմ բանաստեղծության մեջ հեղինակը ասում է, որ թեև կարող է շատերի նման միայն իր մասին մտածել, բայց չի կարող անտարբեր լինել աշխարհի ցավերի հանդեպ, ինչպես չհոգա աշխարհի մասին, եթե այն իրենն է եւ նրա վատը նաեւ իր վատն է։ Նույն հարցն եմ հաճախ ինքս ինձ տալիս. ինչ ես աշխարհի ցավերը լալիս, աշխարհի դանդաղ քեզ չեն տվել, եւ ինչդ է պակաս կամ ինչդ է ավել։ Ամենքի նման մի մարդ ես հոգիս, ամենքի պես էլ աշխարհով գնամ։ Եվ հիմա ինչպես, ես ձեզ եմ հարցնում, աշխարհի մասին ինչպես մոռանամ, աշխարհի հոգսից ինչպես հեռանամ։ Մարդը միշտ մայր է, որդինքն են տարբեր։ Մայրը միշտ մայր է, որդինքն են տարբեր։ Մեկը կարող է լինել անտարբեր, մյուսի սրտից արյուն է կաթում, երկրորդ դեմքին ցավ է նկատում։ Գովերքում հայտարարում են բանաստեղծությունները, բացահայտում է Սևակի դիրքորոշումը բարոյական արժեքների հանդեպ, նա գովերքում է ազնվությունը, ճշմարտությունը, նվիրվածությունը եւ ազատությունը, գովերքում է մայր խարույկը,
որ բնավ չի մտահոգվում, թե իր ման է իր դոցը։ Գովերքում եմ ես այն մորը, որը ծնում եւ չի օգնում, թե որ պիտի տեղավորի առանց այն էլ ներսենյակում նորացնի օրորոցը։ Գովերքում եմ ես այն լավը, որ մեռնում է նրա մասին չցավելուց, եւ այն ցավը, որ ծնվում է շատցրելուց, եւ այն սերը, որ ոչ կույր է, ոչ էլ դիտման պակնոցավոր։ Գովերքում եմ եւ այն լուսեր գաղափարը, որ չի դառնում նեղ գաղափար։ Այն կասկածը, որ ծնվում է հեգնող ցավով, հետո դառնում մի անկասկած ճշմարտություն ու բաց անում նոր ճանապարհ։ Այն հնարը, որ չի խաբում, այն խաբելը, որ մղում է չեղած ճիշտը որոնելու, որոնումը, որի վերջո չի հասցնում մոլորումը, որ ակամա վերջանում է մի նոր գյուտով։ Ատում եմ չեմ թարգում բանաստեղծություններում, քննադատում է կեղծիք, շահախնդությունը, հարմարողականությունը։ Ատում եմ ձյունը, թե նա տեղում է ամապան կեսին, և մահն եմ ատում, թե յուր է գալիս աղջկա տեսին, մահից ոչ պակաս և այն խոհարկված մենատնտեսին, նրան ու նրանց, ովքեր ուրիշի շեմտունն են քանդում, իրենց պետք եկած գերանի համար, ովքեր ուրիշի ծառայն են ջարդում, մի բուրջ ասած ծիրանի համար, ովքեր համայնքի ծովից են խոսում, բայց դեպի իրենց լճակն են խոսում։ Ատում եմ նաև այն խելոք սուսիկ-փուսիկությունը, որտեղ դժվար է տարբերել անգամ երես աստղից, և այն հարկադիր ոչ թե իցնեք ուզիկությունը, որ ստացվում է ցած առաստաղից։ Ատում եմ նաև այնտեղ կոշիկը, որ ակցանի պես ոտքեր է տնվում, իսկ հոգուց վրա կոշտուկ է դառնում։ Թու ինչքան բան կա կյանքում ատելու, ես չգիտեի։ Քժման բանաստեղծության մեջ կազմվում է բնական փոխհարաբերությունների շղթա, որը ապացուցում է, որ զարգացումը հնարավոր միայն ներքին պայթյունի միջոցով։ Քժման, ինձ լսելով կարող են ասել, քժվել է ինչ է, իսկ ես էլ կասեմ, այո, քժվել եմ, ինչու չքժվել, իսկ չքժվելով չեն սիրուն ու ատում, իսկ քժվելով չեն վայրը ճանճատում, առանց քժվելու չկա շահանցման, առանց քժվելու չեն ծնի նորմալ, մինչև չքժվի ջուրը չի արա, եղավը չի պատրել հատիկը նրան, ծառերն են փնթում, քժված են անշուշ, երկին է պատում, քժված են անշուշ, սերմերը մինչև կարգին չգժվեն, պետք չեն դառնալու, հաղթերները մինչև կարգին չգժվեն, ձեռք չեն դառնալու, բարերները մինչև կարգին չգժվեն, պետք չեն դառնալու, ախ, ուր էր թե ես միշտ գիջինի։ Աղաչնում բանաստեղծության մեջ ներկայացվում է, որ հասարակությունը հաճախ կեղծան բաններով ծածկում է իրականությունը։ Սևակը պայքարում է այդ բարբերական խայացուրման դեմ։ Աղաչում եմ, մի վրդովեք, եթե ասեմ փարասերին, հենց փարասեր, ոչ թե համեստ, սիրիկային հենց սիրիկա, ոչ թե ասիվ, հեռակային հենց հեռակա, ոչ թե ներկա։ Աղաչում եմ, մի վախեցեք անկեղծ խոսքից, անկեղծ խոսքը չի սպանում, փակ խոցեր է միայն բանում, մի վախեցեք կեղծի մասին ճիշտ գրելուց, նա դրանից կքչանա։ Մանկության բարձր նկարագրի հաստատումն է հպարտանում է բանաստեղծությունը։ Նկարագիր, որն առանց անհարկի, զիջումների, գնում է ինքնահաստատման, հպարտ զգալով իրեն յուրաքանչյուր արարքի համար, որովհետև այդ արարքները նա մեկ առ մեկ դրել է հրապարակային քննության և հիմա տոնում է իր բարոյական հաղթանակը, որը նաև ապրելու իր սկզբունքների հաստատումն է։ Ես հպարտ եմ, չհասկացվող և չզգացվող, իմ ինքնությամբ, շատերից չկարդացվող, բայց և այնպես իմ սեփական ձեռնարկը, այլոց կողմից չարդարացվող, բայց և այնպես իմ սեփական ծրագրով, և վերջապես հպարտ եմ ես։ Հպարտ եմ ես իմ գտակով, թեպետ և նա վաղուց ծակ էր, ճիշտ խոսողի խեղճ գտակը, ինչպես գիտեք, ծակ է լինում, իսկ թույլ տվեք վերջին անգամ խիզախի պես հպարտ զգալ, հնարավոր իմ այս պարտությամբ, ինչպես նաև իմ այս պարտությամբ, որ թերևս անտեղի է։ Շարքը ավարտում է զարմանում է բանաստեղծությունը, որտեղ Սևակը կրկին դիմում է ընթերցողին հրավիրելով երկխոսության, նրա զարմանքը ուղղված այն իրականությանը, որտեղ մարդիկ վախենում են ճշմարտությունից, բայց հեշտորեն հավատում են սուտ խոստումներին, զարմանում եմ, որ թռչնի պես ճիշտ խոսքից է մարդը խրտում, և ոչ երբեք ճիշտ սուտ խոստումի կրակոցից։ Լուսնի նման արևից են ասը խրտնում, և շիկնում է հրախաղի սարաբոցից։ Իսկ դուք ինչպես, դուք էլ ինչպես, երևի ինձ վրա եք դուք զարմանում։ Այսպիսով Սևակը համատեղելով հայ և համաշխարհային պոեզիայի նորարարական շունչը իր որոնումն ուղղեց դեպի գրականության հավերժական անհայտը, որը մարդն է իմանալի բացահայտված, բայց առավել չափով անիմանալի չբացահայտված իր ոգեղեն ասպար գոյությամբ։